Ահա լսեցիք, երկար ժամանակ այդ հնչողությունը դեռ պահպանվում է ներսում, շնորհիվ, ինչպես ասացի, այս ակուստիկայի։ Այսպես են հնչում հայկական եկեղեցիները։ Որն է գաղտնիքը, ինչպես են միջնադարում հասել նման լսելիության կամ ակուստիկ կատարելության։ Նախ հասկանանք ինչ է ակուստիկան, ինչպես է ձայնը հարաբերվում կառույցների պատերի հետ եւ հնչում լավ կամ վատ։ Ամեն տարածք ունի իրեն բնորոշ այդ արձագանքի, ռևերբերացիայի արձագանքի չափը, այդ պոչը ձայնից հետո ինչքան պետք է տևի, հարատևի, ուրեմն երբ որ փոքրոտ տարածք է եւ երկար է տևում, շատ անբնական եւ այսպես ասած կոպիտ ասեմ բաղնիքային sense հնչողություն կարող է լինել եւ հակառակը կարող է շատ մեծ լինել, բայց համաչափ կարճ լինի։ Թեև միջնադարյան հայկական եկեղեցիների կառուցվածքը բավականին ուսումնասիրված է, նրանց ակուստիկ հնարավորությունների եւ առանձնահատկությունների մասին հետազոտություններ գրեթե չկան։ Միայն կա արձանագրում։ Միջնադարյան հայկական եկեղեցիներն ունեն հրաշալի ակուստիկա։ Իսկ ինչի շնորհիվ մաթեմատիկական հաշվարկներ, հատուկ շինանյութի օգտագործում, ներքին հարդարում, կարծիքները տարբեր են։ Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը դա նախ բացատրում է եկեղեցու կառուցվածքային առանձնահատկությամբ, կորագից մակերևույթների առկայությամբ, որոնք կուտակում եւ անդրադարձում են ձայնային ալիքները։ Մեր միջնադարյան հոգևոր կառույցների հիմնական տարրերը կամարներն են, սյուները բնականական, սյուն, կամարներ, կամարաշարեր, կամարներից վերև թաղեր եւ գմբեթներ։ Գմբեթներն էլ հանդես են գալիս մեր մոտ կիսագնդային ձևով վերևի, ասենք, գմբեթներն են եւ խորանների վրա քառորդ գնդային ձևերով։ Այսինքն հիմնական ուրեմն տանիքային լուծումները կորմակերեսներ են։ Եկեղեցիների յուրօրինակ լսելիության ամենատարածված, բայց ոչ միանշանակ ընդունելի բացատրություններից է կավե կարասների առկայությունը։ Կառուցվածքի որոշ մասերի ծանրությունը թեթևացնելու համար ստեղծվել են դատարկամիջություններ, տարբեր միջոցներով, որոնցից մեկը հենց կավե կարասների տեղադրումն է։ Բայց արդյոք այդ կարասները դրվել են ակուստիկ նպատակներով, ապացուցված չէ։ Ինչ էին անում այդ կժերը։ Ձայնը գնում է իրականում հասնում է քարի պատին եւ արձագանքում է, բայց քանի որ հետևը փուչ տարածություն կա, ինքը ավելի թույլ է հետ գալիս։ Սա շատ էական բան է, որ աղմուկը կլանում է այս տեսակետից, բայց ինքը մենակ այն զանգվածներում է հիմնական եղել, որտեղ այն հատվածում որտեղ մեծ զանգված կա, դա գմբեթարդներն են, որ հետևը մեծ ծավալ է, եւ եթե ուրեմն տանիքները երկլանջա, այդտեղ նույնպես զանգվածներ են առաջանում։ Ամիրան Բադիշյանը կարծում է, որ այս տեսակետը հաստատելու համար մասնագիտական հետազոտություն է պետք։ Հիմա այստեղ մասնագետը պետք է հետազոտություն անի եւ հարցը լուծի։ Ձայնը 20 մետր բարձրացավ, եկավ հասավ գմբեթին, գմբեթից արդյոք ձայնը այդ 70-80 սանտիմետր կոնստրուկտիվ շերտը կթափանցի եւ այդ կիրառված կուժ ու կարասների մեջ կստեղծի ակուստիկ էֆեկտ։ Խնդիրը սրա մեջ է։ Միգուցե եւ Անհերքելի է, որ ձայնի որակի վրա ազդեցություն է ունեցել նաև շինանյութը, քարը։ Միջնադարյան եկեղեցիների շինարարության համար հիմնականում օգտագործվել է տուֆ, որն իր ֆիզիկական հատկությունների, ծակոտկենության շնորհիվ մյուս քարերից ավելի շատ էր նպաստում լսելիության որակի բարձրացմանը։ 1990-ականներից եկեղեցաշինությունը նոր թափ է ստանում, բայց նոր շինություններում միշտ չէ, որ ակուստիկ առանձնահատկությունները պահպանվել են։ Միջնադարյան եկեղեցիների հատակագծային եւ ծավալատարածական լուծումներից շեղումները նոր շինանյութերի, հատկապես բետոնի օգտագործումը բացասաբար են ազդում ակուստիկայի որակի վրա։ Օրինակ գիտենք, որ մեր լուսավորիչ եկեղեցի շատ մեծ է եւ այնտեղ խնդիր կա հստակության, որ խոսքը եթե միկրոֆոնով չխոսվի եւ բարձրախոսներ չլինեն ամեն մի 10 մետրի վրա, ուղղակի չի հասկացվի խոսքը։ Շատ պարզ է, մասնագետներ եղել են ժամանակին, հիմա չկան, այս շրջանում չկան։
Միջնադարյան այդ դարաշրջանի եկեղեցիները կառուցել են ճարտարապետներ, որոնք ունեցել են խորը գիտելիքներ։ Պատում են Բախի մասին, որ այնքան լավ էր զգում այդ ակուստիկան, որ նոր ինչ-որ տեղ էր մտնում, եկեղեցի նոր սարքած, ասում էր, եթե դուք այն անկյունից շշուկով խոսեք, ես այս կետից հստակ կլսեմ։ Աչքով ինքը զգում էր, այդպես փորձում էին, իրոք այդպես էր լինում։ Այսինքն կան երաժիշտներ, որոնք այդ գիտելիքը չունեն ակուստիկայի, բայց այնքան փորձ ունեն դահլիճների, որ աչքով նույնիսկ արդեն զգում են ինչպես այդտեղ կհնչի։